կարողանան մուտք գործել GIS Երևան GTM հարթակ, ստեղ տեղադրված է արդեն Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, հիմնական գծագիրն է, որտեղ կան այն բոլոր տեղեկատվությունը, որը որ առկա է Երևանի գլխավոր հատակագծում, արդեն զետեղված է ստեղ։ Ավելացրել ենք, ինչպես հանձնարարել եք, այստեղ կոճակ, որով հնարավոր լինի տեղայնացնել որևէ կադաստրային ծածկագիր, այսինքն դիմումատուն մտնելով այս հարթակ, քաղաքացին կարող է իր կադաստրային ծածկագրով որոնում իրականացնել եւ ըստ գլխավոր հատակագծի արդեն կտեղակայվի այն հողամասը, որը որ ներառված է, այստեղով կարող են տեսնել նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը։ Սա հիմնական գործիքն է, որը որ այստեղ մենք զետեղել ենք, միևնույն ժամանակ ուզենամ ասեմ, որ այստեղ նաեւ տեղադրվել են լրացուցիչ շերտեր, դրանք են Հրազդանի կիրճի շահման, սանիտարական գոտու սահման, տրանսպորտային ցանցի նախագիծի լուծումներով, կարճ ասած, ինչից որ օգտվում ենք մենք, այսուհետ նաև հասանելի է հարությանը։ Կուզենամ այս նյութի հետ կապված մեկ կարևոր դիտարկում անեմ եւ խնդրեմ մեր հանրությանը, որպեսզի օգտվելով այս շերտերից, այստեղ մենք հայտարարել ենք եւ հիմա էլ հաստատում ենք, որ հնարավոր են լինեն թերություններ, անճշտություններ, սրա հետ աշխատանքը իրականացնել ընկալմամբ համապատասխան եւ մենք ստեղ նաեւ կտեղակայենք որոշակի առաջարկությունների հարթակ, որի միջոցով կկարողանանք գնալ թափանցիկ եւ ճիշտ գործունեության, որը որ հետագայում մեզ հիմք կլինի արդեն նոր ռազմավարության, նոր առաջադրանքի մշակման համար, պարոն քաղաքապետ։ Այս հիմնական գծագիրն է, այստեղ կարան իրանք առանձնացնեն բոլոր շերտերը նպատակային, գործառնական շերտերը, այստեղ տեղակայված է նաև ակադեմիական քաղաքի սահմանը, մի խոսքով բոլոր ինֆորմացիան, որը որ կա այստեղ։ Սա հիմնական գծագրի մասին էր, մենք ունենք այստեղ նաև տեղադրած արդեն առանձին նոր ցույց տվեցի տրանսպորտային ուրվագծի վերաբերյալ տեղեկատվություն, օրինակ, եթե Սեղմեն Բորովիցե փողոցի վրա, այստեղ կա համայնքային նշանակության մայրուղային փողոցներ, նախագծային գծերի վերաբերյալ 4 եւ ավելի լայնքով այս տեղեկատվությունը եւս առկա է այստեղ մետրոյի հանգույցների գոյություն ունեցող նախագծային այստեղից կարան ընտրեն ու ավելացնեն երկաթուղիների գծերը։ Մի խոսքով բավականին հարուստ ինֆորմացիա է զետեղված։ Հաջորդ շերտը, որը որ կուզենամ ասեմ քարտեզը, դա հուշարձանների մասն է, որտեղ որ մենք փորձել ենք գլխավոր հատակագծից բերել բոլոր հուշարձանները, որոնք որ կառավարության 16-16 որոշմամբ հաստատված են եղել։ Այստեղ գույներով եւ պայմանական նշաններով կա բոլոր նշումները, այսինքն քաղաքացիները ինֆորմացիայի համար կարող են ստանալ ինչ նշանակության հուշարձանա, հանրապետական տեղական նշանակության եւ նաեւ ինչպես նախկինում էի ասել, արդեն պահպանական գոտիները կան առավել մեծ ինֆորմացիայով, այսինքն հաստատման որոշմամբ եւ բովանդակությամբ, հասցեով, տարեթվով եւ այլն։ Սա է, պարոն քաղաքապետ։ Պահպանական գոտիները կան դեռևս նրանց, որոնց վերաբերյալ համաձայնեցում ունենք, այսինքն Այո, թվով այս հատվածում ձախ կողմում ցուցադրված է, ունենք թվով 12 պահպանական գոտիներ, որոնք հաստատվել են Երևան համայնքի, տարածքային կառավարման նախարարության եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ։ Եթե կլինեն առաջիկայում նոր նախագծեր, որոնք կլինեն կոորդինատային թվային համակարգերով, մենք նաեւ դրանք կներբեռնենք մեր հարթակ։ Դե հաջորդիվ կարծում եմ մեր կրթության եւ մշակույթի նախարարության գործընկերների հետ ինտենսիվ պետք է աշխատենք, որպեսզի ընդհանուր առմամբ այս գոտիների հստակեցումը իրականացնենք, այսինքն առանձին ամեն հուշարձանով եւ միգուցե ինչ որ ընդհանուր կանոններ, որոնք որ միասին կհամաձայնեցնենք եւ այդ ինֆորմացիան կզետեղենք նաեւ այստեղ։ Մենք ինչ որ այսպես ասած ավանդույթի ուժով որոշ դեպքերում ուղարկում ենք մեր գործընկերներին կարծիքի, բայց կարծում եմ դա կարելի է այդպես ֆունդամենտալ իրավական հիմքի վրա դնել եւ մեր գործընկերներին խնդրենք մեզ այդ աշխատանքում աջակցեն, գոտիները ֆիքսենք, կանոնները ֆիքսենք եւ նաեւ հանրությանը նույնպես տեղեկացնենք, որ
եթե օրինակի համար այս հատվածում քարտեզի նայում եք, օրինակ սա մշակութային որևէ հուշարձանի գոտի է եւ դուք իմացեք, որ նախագիծ տալուց ձեր նախագծի վերաբերյալ նաեւ պետք է կարծիք ասի նախարարությունը։ Շատ լավ, եւ մյուս շերտը, որ արդեն տեղադրել ենք, դա Երևանի ռիսկերի սահմանափակումների քարտեզն է, ստորգետնյա ջրերի տարածման խորությունների մասով, սեյսմա միկրոշրջանացման քարտեզն է, որպեսզի չկրկնվեմ, պարոն քաղաքապետ, սրա մասին նախկինում զեկուցել եմ, ուղղակի այս նյութերը արդեն իսկ հասանելի են հանրությանը եւ ինժեներիա երկրաբանական շրջանացման քարտեզը գրունտերի տեսակներով եւ այլն։ Այսքանը, պարոն քաղաքապետ, Եվս մեկ անգամ կուզենամ նշեմ, որ այս քայլը բավականին թափանցիկ եւ կարեւոր քայլ է, որ կատարվել է Երևան համայնքի կողմից եւ եւս մեկ անգամ խնդրեմ մեր հանրությանը, որ նյութերին մոտենան ըմբռնումով եւ փոխադարձ համագործակցության սկզբունքով, որպեսզի կարողանան գնանք առաջ եւ ձևավորենք առավել ճշգրիտ քարտեզներ։ Շնորհակալ եմ, պարոն Սեդոյան, սիրելի երևանցիներ, սա կարծում եմ նաև մեր կարևոր նախընտրական խոստումներից մեկն էր, որը շատ մեծ քայլ է նախագծային ընկերությունների համար, կարծում եմ, եւ շինարարության ոլորտում նույնպես աշխատանք իրականացնող ընկերությունների համար, տարբեր ինստիտուտների համար մենք բացել ենք մեր տեղեկատվական տվյալները գլխավոր հատակագծի վերաբերյալ, ենթակառուցվածքների վերաբերյալ, գրունտերի վերաբերյալ, ջրերի վերաբերյալ եւ այդպես շարունակ եւ խնդրում ենք օգտվեք այս տվյալներից, սա իրականում էականորեն մեր աշխատանքը ավելի թափանցիկ դարձնելու միտում ունի, նաև ինֆորմացիան ձեզ ավելի հասանելի դարձնելու համար է արվում, որպեսզի բյուրոկրատական տարատեսակ հարցումներից դուք էլ խուսափեք եւ իրականում մենք էլ խուսափենք, դուք ամբողջությամբ տեղեկացված լինեք մեր on-line հարթակների միջոցով։